Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է թուրքագետ Նելի Մինասյանը, բարև ձեզ Տիկին Մինասյան։ Հերթական ակտիվությունն է նկատվում հայ-թուրքական սահմանում, Ալիջա անցակետում թուրքական կողմից եկել է բավականին մեծ պատվիրակություն, աշխատանքներ, լուսաբանում այդ աշխատանքների, սահմանը պատրաստ է բացմանը։ Մենք բազմիցս ենք նկատել այդ ոգևորությունը, այդ մարզի, կոնկրետ այդ Հայաստան սահմանակից մարզի ղեկավարության մոտ բնակիչների մոտ հասկանալի պատճառներով, բայց վերևներում, Անկարայում այդ ոգևորությունը մեղմացած չեն կիսում։ Ամենայն դեպս բազմաթիվ մեր հայ պաշտոնյաներ խոսում են այդ մասին, որ վերջում որոշումը պետք է կայացվի Անկարայում, բայց Անկարայում ամենաբարձր մակարդակով Իդեպ բանագնացների մակարդակով էլ բավականին մեծ լավատեսություն է հնչում, պարոն Ռուբինյանն է այդ մասին խոսել, քլեչի այդ հանդիպումների արդյունքներով, բայց այդ ամենավերջի որոշում ընդունող այդ որոշումը չի ընդունում։ Հիմա այս գործողությունները, որոնք մենք տեսնում ենք սահմանից այն կողմ, ներքևի մակարդակում, ինչի մասին են խոսում, արդյոք սա ինչի համար է սա արվում։ Նախ ես այսպես պատասխանեմ, որ եթե ներքևի մակարդակում ինչ-որ մի բան է արվում, ուրեմն դրա համար վերևից կա հստակ հրահանգ։ Եթե չլինի հրահանգ, ներքևի մակարդակում որևէ տիպի գործողություն ուղղակի տեղի չունենա, մենք դա տեսել ենք։ Տեսեք, անգամ վերջին օրինակներից բերեմ, 2022 թվականին է պայմանավորվածություն ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների համար բաց է սահմանը, բայց փաստացի թուրքական կողմում սահմանի վերանորոգման հետ կապված ինչ-որ բաներ անցած տարի են սկսել։ Այսինքն այդ ակտիվությունը, որը կա իսկապես, իրենք այնտեղ անգամ կա որոշակի տեղեկատվություն, որ թերթերը գրել էին, որ արվում է ավելի կարճ ժամկետում աշխատանքներն ավարտելու համար, այստեղ իհարկե մանրամասներ չունենք, որ հասկանանք ինչ կարճ ժամկետի մասին է խոսքը եւ ընդհանրապես ինչ սպասել։ Այսինքն հետեւաբար վերևից կա որոշակի հրահանգ առնվազն, որպեսզի այստեղ այս աշխատանքները ուրեմն իրականացվեն։ Մյուսը ինչի մենք, այսինքն բնականաբար պարզ է, որ վերևի վերջնական որոշմամբ պետքա սահմանի բացումը տեղի ունենա, ես կասեի ավելի շուտ քաղաքական որոշմամբ, որտեղ դա քաղաքական որոշման արդյունք է լինելու եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները այս ամբողջ գործընթաց այս տասնամյակներ հենց քաղաքական որոշման դաշտի մեջ պետք է դնել։ Թուրքիայի իհարկե, այսինքն Թուրքիան քաղաքական որոշում կայացրել փակել սահմանը, Թուրքիան էլ բնականաբար նման որոշում պետքա կայացնի սահմանը բացելու։ Գիտեք ինչ եմ ասում քաղաքական, որովհետև այստեղ օրինակ չկա, չգիտեմ, անվտանգային, ռազմական, չգիտեմ, տարբեր այսպիսի խնդիրներ, մեծ հաշվով չկա այսպիսի խնդիրներ։ Այլ քաղաքական որոշումը այն էլ կապված երրորդ երկրի ինչ-որ խնդրի հետ, այսինքն այս տեսանկյունից։ Եվ մյուս կարևոր առանձնահատկությունը Թուրքիայի կառավարման համակարգի առանձնահատկությունն է այսօր։ Թուրքիան ավտորիտար պետություն է եւ բնականաբար ամեն ինչ առաջին դեմքի այսպես մակարդակով է լուծվում եւ այստեղ կան իհարկե նաեւ անձնական որոշակի նկրտումներ։ Անընդհատ խոսվում է եւ Ալիևն էլ այդ մասին ասում, ոչ միայն ակնարկներով, այլ բավականին ուղիղ, որ որոշումը հայ-թուրքական սահմանի բացման մասին պետք է կայացնի նաեւ ինքը։ Այդպիսի բաներ մենք տեղեկատվություն ունենք։ Հիմա հասկանալի է, որ այդ կապը կա, որ ցավոք մեզ չի հաջողվել տարանջատել այդ երկու գործընթացը, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, բայց կա եւս մեկ ուղղություն, մեկ ճանապարհ, մեկ վարկած, դա ռուս-թուրքական հարաբերություններն են, որոնք անընդհատ փոփոխվում են, ես այսպես եմ բնութագրում, նույնիսկ 20 թվականին այդ հարաբերությունները կարելի էր բնութագրել որպես իրավիճակային դաշնակցություն, այսինքն իրավիճակային պայմանավորված դաշնակցային հարաբերություններ։ Հիմա դա մի փոքր փոխվել է իր հունը, բայց այնուամենայնիվ նրանք բավականին մոտ են։
Այս հարցում Ռուսաստանը դերակատարում ունի, Ռուսաստանը ինչ որ ազդեցություն հայ-թուրքական սահմանի բացում Անկարայում կայացվող այդ քաղաքական որոշման վրա այս պահին ունի, թե ոչ։ Իմ կարծիքով չունի այս պահին որևէ նման տիպի ազդեցություն։ Եվ ընդհանրապես իմ կարծիքով Ռուսաստանի դերը այս գործընթացի վրա շատ ուռճացված է։ Իհարկե Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն խնդիրներ, բայց այդվում նաեւ հայ-թուրքական սահմանի հետ կապված, բայց դրանք ոչ թե ուղիղ պետքա դիտարկել այն համատեքստում, որ այսինքն Թուրքիան ու Ռուսաստանը իրար կարծիք, օրինակ Թուրքիան Ռուսաստանի կարծիքի հետ հաշվի կնստի այս գործընթացը իրականացնելուց իմ կարծիքով չափազանցված է։ Այստեղ ավելի շատ ռազմավարական ու աշխարհաքաղաքական խնդիրներն են, որտեղ այս տեսանկյունից կողմերը արդեն հակառակ կողմում են։ Մենք էլ ցավոք սրտի հենց այդ մեջտեղի հարցերից մեկն ենք կազմում, եթե մի քիչ այսպես ուրեմն ներկայացնեմ։ Այսինքն ես կասեի, որ մինիմում է այդ առավել եւս այսօր այդ գործընթացը մինիմում է։ Չգիտեմ, կարող է դիվանագիտական ինչ-որ քայլեր լինի Թուրքիայի կողմից Ռուսաստանին, այսպես Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու եւ այլն։ Կարող է նման դիվանագիտական խողովակներով ինչ-որ մտքեր փոխանակեն կամ ենթադրենք օրինակ թուրքական կողմը ռուսական կողմին տեղեկացնի, որ ենթադրենք X օրը սահմանը բացում են։ Այսինքն իմ կարծիքով այսքան ուղիղ ազդեցություն սահմանի բացման կամ փակման վրա ռուսական կողմը չունի։ Իսկ դուք բացառում եք, որ այդպիսի պայմանավորվածություններ բանավոր կարող էին լինել օրինակ 20 թվականին 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակաշրջանում։ Այդ գործարքի մի մասն է եղել։ Գիտեք, եկեք չասեմ, բացառում եմ, որտեվ դիվանագիտության մեջ հնարավոր չի ինչ-որ բաներ բացառել, առավել եւս եթե մենք չունենք փաստեր, ուղղակի տրամաբանությունը համենայն դեպս ինձ համար անհասկանալի է, որովհետեւ Թուրքիան իր դիրքերը ամրապնդել է Ռուսաստանի դիրքերի հաշվին։ Այսինքն այս համատեքստում իհարկե շատ երկար իրականում կարելի է այդ համատեքստը քննարկել, բայց համենայն դեպս ինձ համար այն տրամաբանական կետերը այնքան չեն, որպեսզի ես նման պնդում անեմ։ Այլ նրանք կարող են ուրիշ հարցերի շուրջ պայմանավորվել, բայց չեմ կարծում հայ-թուրքական սահմանը չբացելու հարցի շուրջ պայմանավորվեն։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, տեսեք, ես ինքս միշտ այն պնդումն եմ արել, որ հայ-թուրքական սահմանի բացելը, այո, Ադրբեջանը ունի որոշակի ազդեցություն։ Մասնավորապես այդ ազդեցությունը ավելի նկատելի է վերջին շրջանում, բայց այդ վերջին տարիներին, բայց այդ ազդեցությունը ոչ թե ինստիտուցիոնալ ազդեցություն է, այլ այդ ազդեցությունը անհատական անձնային ազդեցություն է։ Այսինքն այս կապված է Էրդողան-Ալիև հարաբերություններով, դա ինստիտուցիոնալ չէ։ Եվ ես էլի կշարունակեմ այն պնդումը, որ եթե Թուրքիային անհրաժեշտ լինի այդ սահմանը բացել, այսինքն դրա համար ռազմավարական առաջնահերթությունների մեջ լինի, նա չի նայելու Ադրբեջանի ուրեմն դիրքորոշմանը, այլ կգնա այդ իր համար կարևոր այդ խնդրի լուծմանը, որտեղ Թուրքիան այնուամենայնիվ ուրիշ պետություն է, ինստիտուցիոնալ, խորքային եւ այլն, եւ այդ ուղղակի շատ բարձունակ կլիներ, եթե մենք ասենք, որ Ադրբեջանը կարող է ուղղակի ազդել այդ գործընթացի վրա։ Մեր դիրքորոշումը, որը պետք է լինի այս հարցում, հաշվի առնելով, որ Հայաստանից տարբեր կարծիքներ են հնչում, մարդիկ կան, որ ընդհանրապես կարծում են, որ հայ-թուրքական սահմանը պետք չէ բացել, բայց լավ, այնուամենայնիվ մենք այդ մասին պետք է խոսենք, պետք է պարբերաբար, ես նկատի ունեմ իշխանության մակարդակով Թուրքիային հիշեցնենք, թե ավելի լավ է, ավելի շատ լռենք եւ սպասենք, ինչպես ասում են, գնդակը թուրքական դաշտում է, որպեսզի Թուրքիան էլ ավելի մեծ կարևորություն չտա այս իրոք կարևոր մեզ համար հարցին եւ էլ ավելի գինը չբարձրացնի։ Հասկանալի պատճառներով մենք գիտենք, որ թուրքերը շատ մեծ արևտերի սիրահարներ են, արդյոք նաեւ քաղաքականությունում։ Ընդհանրապես Թուրքիայի մոտ կա այնպիսի ընկալում, որ այդ սահմանի բացվելը ավելի շատ ձեռնտու է մեզ, իրանց այդքան է ձեռնտու չի, այդքան իրանց համար կարևոր չի։ Հետևաբար մենք ինչ որ մի
կարևոր բան պետք է անենք, որ իրանք գնան այդ սահմանի բացմանը։ Կան ամերիկացիները, որոնց դա պետք է։ Կամ այո, իրենք դրանք դա դարձել է նաև առևտրի մաս, հատկապես արևմուտքի հետ որոշ իրանց այսպես գործարքներում։ Գիտեք, կարող ենք այդպես տեսականորեն ասել, մենք չխոսենք, չբարձրաձայնենք, գուցե կարևոր չլինի եւ Թուրքիան այսպես գնա սահմանի բացման, իմ կարծիքով չէ, դա չաշխատող տարբերակ է, այլ հակառակը Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի այնուամենայնիվ։ Իրականում թեև պետք է նշեմ, որ շատ սահմանափակ է ամբողջ գործընթացը եւ այստեղ սահմանափակա ոչ միայն զուտ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ խնդիրը ունի նաեւ այլ ենթատեքստեր, այլ համատեքստեր ունի նաեւ խնդիրը, ու իրականում մեզ բոլորը դժվարեցնում է նաեւ մեր կողմից։ Բայց ես այնքանով որքանով որ դիտարկել եմ այդ խնդիրը, կա նաև թուրքերի մոտ այսպիսի ընկալում, որ մենք ավելավա ուղիղ իրանց հետ խոսենք այդ խնդիրների հետ, այլ երրորդ երկրներին որպես այդպիսին չօգտագործենք։ Եվ այստեղ չգիտեմ, գուցե կա ինչ-որ ճշմարտություն, բայց այսինքն ուղիղ խոսել, փորձել խնդիրները երկուսով լուծել, բայց էլի սահմանափակ է, որովհետև Թուրքիան ինքն է ճնշումների քաղաքականությունը մեր նկատմամբ բանեցնում ու իրականում անգամ մեր գործողությունները ըստ էության սահմանափակում։ Այսինքն մեծ հաշվով խնդիրը Թուրքիան խնդրի հանգուցալուծումը, այսպես երևի ձևակերպեմ, թուրքական կողմում է։ Թուրքիան ամենաբարձր մակարդակներով նախագահ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի մակարդակներով մի քանի անգամ հայտարարել է, որ սահմանի բացումը հայ-ադրբեջանական կարգավորումից հետո կլինի, եւ որ ստորագրվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, սահմանը կբացվի, հենց այդպես էլ ասվել է։ Այո։ Հիմա կան լուրջ նախանշաններ, ես հուսով եմ, որ դեռ միջև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները այդ փաստաթուղթը կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության։ Ամենայն դեպս կան լուրջ ցուցիչներ, որ դա տեղի է ունենալու։ Հիմա եթե սա եղավ, Թուրքիան կբացի սահմանը, թե չի բացի։ Իմ կարծիքով կբացի։ Տեսեք, որտեղ Ֆիդանը հենց այնպես չէր դա հրապարակային հայտարարի, որ եթե փաստաթուղթը ստորագրվի, մենք համաժամանակյա ենք գործում, իր խոսքը բառացի այդպես էր, որ համաժամանակյա այդ սահմանը կբացվի։ Եվ համենայն դեպս հավանականությունը շատ կմեծանա։ Եվ այստեղ սահմանի բացումը բնավ նկատի չունեմ երրորդ երկրների քաղաքացիների, ուղիղ սահմանի բացումը, ամբողջական, այո, բացումը նկատի ունեմ։ Գիտեք, եւ դրա մեջ կա տրամաբանություն, որովհետեւ եթե երկու կողմերը ստորագրում են այդ խաղաղության պայմանագիրը, այսինքն մեծ հաշվով այստեղ էլ խնդիրները գնում են այլ հարթություն։ Այսինքն այդ խնդիրը որպես այդպեսին ավարտվում է, որտեղ կողմերը ստորագրում են պայմանագիր։ Խնդիրները կերպափոխվում են այլ հարթությունների մեջ, արդեն ինչ ազդեցությունների խնդիր կգա, չգիտեմ, այսինքն այլ իրադրությունը ամբողջությամբ փոխվում է, ու այդ նոր իրադրությանը բնականաբար թուրքական կողմը եւս պետք է տա իր ռեակցիան։ Եվ հաջորդ հարցը Տիկին Մինասյան հենց ուզեց որպես թուրքագետի, հայ թուրքագետի, մենք ամեն օր, երբ որ բացում ենք լրահոսը, ձմռան ամիսներին տեսնում ենք այսպիսի նորություն. Վերին Լարսը բացվեց, վերին Լարսը փակվեց, վերին Լարսը բացվեց, վերին Լարսը փակվեց։ Այսինքն մեր հիմնական այդ պորտալարը, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ, արտաքին աշխարհի հետ այդ թվում նաև, դա վերին Լարսն է, որը բացվում է, փակվում է եղանակային օբյեկտիվ պայմաններից ելնելով, ժամանակ ելնում սուբյեկտիվ ռուսական դիրքորոշումներից պայմաններից։ Վրացական ինչու չեք ասում, նաև վրացական դիրքորոշումից ելնելով։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Ես դրա համար եմ ասում, արտաքին աշխարհը նկատի ունի Վրաստանում դեպի Սևծով, հա, նավահանգիստները։ Հիմա այս ամենի համատեքստում Հայաստանում կան մարդիկ, որոնք ասում են, որ մեզ պետք չի հայ-թուրքական սահմանի բացում, որ թուրքերը դրանից հետո կգան եւ մեզ կուլ կտան։ Մեզ պետք չի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, սահմանի բացում, որովհետև դա չի բխում մեր շահերից։
Այս տեսակետը ինչի վրա է հիմնվում իրականում, ինչ, չգիտեմ, բարդույթներ, հա, ես դրա համար եմ ասում, սա մասնագիտական հարց է։ Քաղաքական շահեր, ինչն է սրա հիմքում ընկած։ Սա այնքան ակնհայտ է, որ մեզ սա պետք է։ Եվ կան կարծիքներ, որ չէ, պետք չի, դա վատ է։ Ինչն է հիմքը այս կարծիքների։ Ես երկու հիմքեր կառանձնացնեի։ Առաջինը երկար տասնամյակների, գուցե դարերի ընթացքում ձևավորված նարատիվներն են ու բնավ ոչ առանց հիմքի նարատիվները։ Այսինքն այո, եղել են հիմքեր Թուրքիայից անհանգստանալու, ընդհանրապես Թուրքիայի հետ կապված։ Այսինքն այս առաջին նարատիվները, որոնք որ շատ առումներով դեռ պահպանվում են, կամ ընկալումներն էլ կարող ենք նաև նշել, որոնք որ շատ առումներով մեր հասարակության մեջ պահպանվում են, ու ես կարծում եմ, որ դա նորմալ է, որովհետև հակառակի հետ կապված, որպեսզի մենք էլ հաղթահարենք հենց մեր բարդույթները առաջին հերթին, հենց մեր նարատիվներն ու ընկալումները, մենք ինչ ենք անում, որ մեր ժողովուրդը դրանից ձերբազատվի։ Որովհետև այս մեր աշխարհագրությունն է, մենք ապրում ենք այս աշխարհագրության մեջ ու մենք դա փոխել ի վիճակի չենք ուղակի։ Այսինքն սա մեր վիճակն է, մեր տունն է։ Այդ էլ մեր հարևաններն են։ Ուզենք թե չուզենք, մենք այդ հարևանների հետ ինչ որ մի հարաբերություններ կառուցենք։ Համակեցության պայմաններ ստեղծենք։ Ոնց ուզում եք անունը դրեք, բայց այդ աշխարհագրության գիտակցումն է, որ մենք այս աշխարհագրության մեջ ենք եւ ուզենք չուզենք, որովհետեւ դա աշխարհագրությունը օբյեկտիվորեն մեզ թելադրում է, որ այդ ճանապարհով մենք պետքա գնանք։ Եվ ընդհանրապես ցանկացած նարատիվ, ընկալում եւ այլն ինքը ժամանակի ընթացքում պետքա վերանա, կերպափոխվի, չգիտեմ որ փոխակերպումների ենթարկվի։ Մեզ մոտ այդ դեռ տեղի չի ունենում մեծ հաշվով։ Հիմա ինչ որ գործընթացներ նկատելի է, բայց համենայն դեպս իմ կարծիքով դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Ինչպես նշեմ, այս տիպի նարատիվներ, ընկալումներ կա նաև թուրքական կողմի մոտ, այնպես չի թուրքական կողմի մոտ։ Իրենք ինչից են վախենում։ Նու ես չէի ասա ավելի շատ իրանք վախենում են մեզանից, այլ ընկալումն այնպիսին է, որ այդ վախերն է էլի ավելի շատ, որ էլի երրորդ երկրների ազդեցությամբ, այսինքն իրենց կստիպեն երրորդ երկրները, որպեսզի իրենք խոշոր տերությունները գնան ինչ-որ քայլի, ինչպես ասեմ, դա այսօր ավելի շատ ասոցիացիա քրդական խնդրի հետ, դրա համար է թուրքական ընդհանրապես ամբողջ քաղաքական վերնախավը շատ այդպես Եվ ԱՄՆ-ի ազդեցության այդ խնդրի վրա։ Այստեղ ես ասում եմ մեծ տերություններ նկատի ունեմ, որ այդ ընկալումը նորվա չի։ Ինքը առնվազն 18-րդ դարից սկսած, երբ որ Օսմանյան կայսրությունը սկսեց անկում ապրել, այսինքն այդ խոշոր տերությունները կարող են փոխվել, բայց էությունը չի փոխվում։ Պայմանական Վուդրո Վիլսոնի դատավճիռի մասին իրենք էլ են երևի հիշում։ Իհարկե, ինչ ասեմ, իրենք էլ են գրում։ Հենց Սևրի սինդրոմը, այդ վախերն է, էլի, երբ որ ասում ենք այսօր Սևրի սինդրոմ, նկատի չունենք Սևրը։ Հասկանալի է։ Ուղղակի քրդական խնդիրն է այսօր այդ սինդրոմը։ Իմջալոս կա նաև Լոզանի սինդրոմը նույն փոքրամասնությունների հետ կապված։ Մի խոսքով, այսինքն իրանք էլ իրանց վախերը ունեն։ Իմ կարծիքով սա առաջին, այսպես կարևորն է, եւ երկրորդը իհարկե երկրորդ հիմքը չպետքա բացառել քաղաքականը, որտեղ քաղաքականն էլ կա անշուշտ։ Մանավանդ երբ որ մենք լսում ենք մեր ներքաղաքական ուրեմն խոսույթում ուղիղ նման ենթատեքստեր։ Այսինքն օրինակ իմ պատկերացմամբ Հայաստանի զարգացումը առանց այսինքն շրջափակված Հայաստանը չի կարող զարգանալ, ընդհանրապես ոչ մի պետություն շրջափակված վիճակում չի կարող զարգանալ եւ չի կարող լինել ապահով եւ չի կարող անվտանգային հարցեր լուծել, բայց կա նաեւ հակառակ տեսակետի կողմնակիցները, որ սահմանը քանի դեռ փակ է, մենք ինչ որտեղ ապահով ենք։ Սա էլ է երևի թե ավելի ընկալում, նաև քաղաքականության մեջ ընկալում։ Մանավանդ այսօրվա աշխարհը ինքը բաց աշխարհ է ու եթե սահմանը փակ է ուղղակի, այդ դեռ չի նշանակում, որ անվտանգ է, որտեղ այսօրվա տեխնոլոգիաներով նույն թուրքական հետախուզությունը կարող է լիքը գործունեություն ծավալել։ 44 օրյան դեռ չեմ ուզում փաստերով օրինակ բերել, այսինքն չէ էլի, այդ դա գուցե չգիտեմ իր ժամանակ տվել ապահովություն,
մեզ չեմ հերքում դա, որտեղ պատմական կոնտեքստը եթե բերենք, այո, բայց այսօրվա աշխարհում դա չի տալիս այդ ապահովությունը։ Եվ արդեն այնտեղ մյուս, եթե դու ամբողջական պետություն ես, ուրեմն պետքա ունենաս ամբողջական ես Հունաստանի օրինակը միշտ բերում եմ, գիտեք, օրինակ Հունաստանն ու Թուրքիան մեծ հաշվով, տեսեք, Հայաստանն ու Թուրքիան այսօր խնդիր չունեն։ Իրենք ունեն, այո։ Մեծ հաշվով ոչ մի տիպի, եթե պատմական տեքստը դնենք, իսկ պատմական տեքստը դա արդեն, չգիտեմ, ծիծաղալու է իրականում, որտեղ գործնական պրագմատիկ քաղաքականության մեջ ինչ պատմական տեքստ, բայց Հունաստանը եւ Թուրքիան ունեն այսօր շատ լրջագույն խնդիրներ, երկու կողմն էլ միմյանցից առաջին հերթին անհանգստանում են հենց անվտանգային հարցերով, բայց դա չի խանգարում, չէ՞ որ Հունաստանն ու Թուրքիան 1000 հարցերի շուրջ համաձայնագիր են կնքում, ամսի 11-ին Հունաստանի ուրեմն վարչապետը այցելելու է պաշտոնական այցով Թուրքիա, ընթացիկ խնդիրները քննարկելու համար։ Վերջը ՆԱՏՕ-ի շրջանակներում են համագործակցում։ Եվ վերջին հարցը, Տիկին Մինասյան, նորից այդ տրամաբանության մեջ J.D. Vance-ի այցը Հայաստան, որի ժամանակ շատ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, ինձ համար առաջինը դա արհեստական բանականությունն է եւ այն ներդրումներն են, որը կարծես թե ԱՄՆ-ն պատրաստ է արհեստական բանականության ոլորտում անել Հայաստանում, շատերի մոտ ասոցացվեցին նրա այցի ծիծեռնակաբերդ այցի հետ։ Այսինքն հերթական անգամ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, շատերը ողջևորվեցին, որ Վենսը այցելեց, ընդհանրապես արարողակարգային այցեր, այսօր էլ այդ շահիդների պորակն է գնացել այդ Բաքվում։ Եվ մենք հերթական անգամ կարևորը դրեցինք մեկում, եկանք երկրորդականի վրա։ Լավ, դա էլ դնենք մի կողմ։ Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը ինչ որ առումով մեզ մոտեցնում է, թե ոչ, որովհետեւ հասկանալի է, որ եթե Ամերիկան ամբողջ տարածաշրջանում է խաղում, մեկ նպատակով դարձնել այն տրանզիտ գոտի, Թուրքիան չի կարող այստեղ անմասը մնալ, իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանը եւս պետք է բացվի։ Իմ կարծիքով խաղալու է իհարկե, տեսեք, նախ առաջինը հենց Ադրբեջանի հետ կապված, որովհետև բուն գործընթացը խաղաղության Հայաստանի Ադրբեջանի միջև է, այսինքն սա արդեն իսկ վերաբերեց Թուրքիային եւ տարբեր առումներով վերաբերեց Թուրքիային, երկրորդը այո, ենթակառուցվածքներն են, որի նկատմամբ Թուրքիան կրկին շատ մեծ հետաքրքրություն ունի եւ իրենք արդեն գործնական հողի վրա են, գետնի վրա են սկսել որոշ ուրեմն շինարարությունների եւ այլն, երկաթողի նկատի ունեմ, այս առումով էլ է իրենց հետաքրքիր թե նահանգները ինչ ներգրավվածությամբ է գալիս, այսինքն թրիփը ինչ բաղադրիչներից է բաղկացած, եթե կարճ ասեմ։ Բնականաբար սա էլ է իրենց համար շատ հետաքրքիր, որտեղ դա իրենց պատկերացած միջին միջանցքն է եւ իրենց, այսինքն իրենց երկրից եկող հատվածի մի մասն է, որը որ այստեղով պետքա գնա Ադրբեջանով դեպի կենտրոնական Ասիա։ Այսինքն բնականաբար այստեղ են շատ իրենք հետաքրքրված մոտեցրեց մի քայլ հայ-թուրքական սահմանի բացումը, թե չէ, մի փոքր կդժվարանամ ասել, որտեղ արդեն ասացի քաղաքական որոշումների հետ է կապված։ Մանավանդ որ թուրքական կողմից այս հարցի հետ կապված դիտարկումներ ես համենայն դեպս երեք նայել եմ ամբողջ մամուլը չեմ գտել։ Բայց նախ ասեմ, որ այսը շատ հետաքրքիր լուսաբանվեց, շատ բավականին, ընդհանրապես հայաստանյան իրադարձությունները այդպես շատ լուսաբանումների չեն արժանանում թուրքական մամուլում եւ թուրքական կողմը մի քանի շատ կարևոր հարցերի վրա անդրադարձավ իմ ջայլոց հենց ձեր նշած արհեստական բանականության հետ կապված մի բան, որը Թուրքիան վերջին տարիներին մասին բան չեն գրել, ես վստահ եմ։ Ես համենայն դեպս չեմ հանդիպել։ Ես նայել եմ հիմնական բաները նայում եմ եւ իշխանական եւ ուրեմն ընդդիմադիր։ Ես չեմ տեսել։ Մեր մոտ հարցերի հարցը այն է, որ ինքը դրանից հետո ջնջել է
իր այդ սոցիալական ցանցից։ Դա ես կարծում եմ ոչ թե Թուրքիայի հետ կապ ունի, ինչ այլոց ասեմ։ Թուրքիան այդտեղ ոչ մի արձագանքել չի արել եւ բնականաբար չէր կարող անել, որտեվ իրենք իրենց հարցերը չեն կարողանում Ամերիկայի հետ կարգավորել։ Ես կարծում եմ դա ուղղակի ամերիկյան հենց վարչա, այսինքն այդ իրանց խնդիրն է, իրանց հետ է կապված եղել։ Դեմոկրատները Նենսի Փելոսին դրա համար ասած չէ, որ սխալ որոշում է կայացել, հասկանալի է, ներքաղաքական խնդիր է այդտեղ։ Գուցե արտաքին քաղաքական էլ է լուծում, բայց մեծ հաշվով մենք կապ չունենք իրական։ Եւ Թուրքիան այս հարցում ես հավանական դեպս չեմ հանդիպել, ասում եմ նայել եմ ամբողջը։ Չգիտեմ, գուցե այսօր ինչ-որ մի բան եղել, այսօրվան դեռ ամբողջական չեմ նայել, բայց չեմ կարծում իրականում, որտեղ իրենք շատ զսպվածություն են այդ հարցում ցուցաբերում։ Եվ իրենց շատ հետաքրքիր է արհեստական բանականության հետ կապվածը, որտեղ տեսեք իրենք զարգացնում են արդյունաբերությունը այդ ոլորտում, հենց մեկը ուրեմն իրենց անօթաչու թռչող սարքերը, բայց իրենք ունեն չիպերի խնդիր։ Եվ այս շատ հետաքրքիր է իրանց համար։ Որոնք մենք շուտով ունենալու ենք։ Եվ երկրորդը, որը ել ավելի շատ քննարկվեց, դա ատոմակայանների խնդիրն էր։ Մենք գիտենք Թուրքիան ինչքան երկար ժամանակ է մեր ատոմակայանի դեմ պայքարում։ Գիտենք ինչքան ժամանակ ռուսներն են այնտեղ ատոմակայան կառուցում։ Եվ իմջալուց այդ ֆոնի վրա այդ խոսակցությունն էլ ակտիվացավ։ Իհարկե։ Եվ շատ հետաքրքիր է, որ Իրանի հետ կապված ատոմային խնդիրը շատ մեծ քննարկումների է ենթարկվում, ու Ֆիդանը իր հարցազրույցում ուղղակի ասաց, որ չունի Իրանը տենց զենք։ Չունի, բայց եթե մեր տարածաշրջանում եւս մեկ պետություն ունենա ատոմային զենք, մենք էլ ենք ձգտելու դրան։ Իհարկե սա Թուրքիայի այսպես թակուն նկրտումներն է, եւ այս առումով էլ իրենք կարծում եմ Հայաստանի նկատմամբ, որտեվ ակնհայտ է, չէ, մենք ունենք ատոմակայան, իրանք ճիշտ է անգամ վերջին շրջանում բողոքներ ներկայացրեցին եւ իրենց մագատեից պատասխանեցին, որ ամեն ինչ նորմալ է, այսինքն Հայաստանը պետքա կամ արձիականացնի իր ունեցածը կամ պետքա կառուցի նոր ատոմակայաններ։ Այսինքն այս խնդիրը, որը իրանց համար շատ կարևոր է ու դա իրանց համար ընկալվում է, որ ուրեմն Հայաստանը ունի այս ոլորտում որոշակի ուրեմն հարստացած ուրան ու դա, այսինքն արդեն լուրջ է այս համատեքստումը։ Այս խնդիրը իսկապես շատ քննարկվեց։ Շատ շնորհակալ եմ ձեզ Տիկին Մինասյան, շարունակենք հետևել իրադարձություններին, հուսով եմ, որ մեր մյուս հանդիպման ժամանակ շատ ավելի լավ նորություններ կքննարկենք այս առումով։ Մեր հյուրն էր թուրքագետ Նելի Մինասյանը, մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը։